Սիրելի հայրենագիտներ, անցող շաբաթը նշանակալի եւ արդյունավետ ժամանակաշրջան մի եղավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության pedagogan եւ ազգային կյանքին մեջ։ Շաբթվան առանցքային իրադարձությունը ազգային ժողովի 3-րդ գումարման 7-րդ լիակումար նիստեր, որտեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանի առաքելության մեջ։ Նիստի ընթացքին ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյան ներկայացուց խորհրդարանի վերջին 6 ամիսների գործունեության համապարփակ հաշվետվությունը, անդրադառնալով օրենսդրական աշխատանքներուն, հանձնաժողովների գործունեության, կազմակերպված ձեռնարկներուն, ընդունված որոշումներուն, ինչպես նաև միջազգային եւ հանրային նախաձեռնություններուն։ Հաշվետվության մեջ առանձնահատուկ տեղ գրավեցին բնիկության մասին օրենքի նախաձեռնությունը, pedagogan հիշադակի եւ դոնական օրերու ցանկի մշակման աշխատանքները, ինչպես նաև դարեսկիզբին ի վեր իրականացված ծրագիրներն ու նախաձեռնությունները։ Իրենց ելույթներով հանդես եկան Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրամյան, վարչապետ Լիդիա Մարկոսյան, ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյան, պատգամավորներ եւ կառավարության անդամներ, անդրադառնալով իրականացված աշխատանքներուն, ընթացիկ մարտահրավերներուն եւ առաջիկա ծրագիրներուն։ Նելի Հարությունյան բարձր գնահատեց կառավարության գործունեությունը եւ երախտագիտություն հայտեց Սահակահին, վարչապետին ու կառավարության անդամներուն, pedagoganաշինական եւ ազգային նշանակության ծրագիրներու հետեւողական իրականացման համար։ Քննարկվեցան նաև առաջիկա ազգային նշանակության նախաձեռնությունները, որոնք միտված են Արևմտյան Հայաստանի պատմական, մշակութային եւ քաղաքական ժառանգության պահպանման, արժեվորման եւ միջազգային ներկայացման։ Անցյալ շաբաթ հատուկ ուշադրություն դարձվեցավ երիտասարդական գործունեության ուղղված ծրագիրներուն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ Արևելյան Հայաստանի մեջ պիտի կազմակերպվի 5 օրյա երիտասարդական ճամբար, որը նպատակն է համախմբել երիտասարդ սերունդը, ուժեղացնել ազգային ինքնագիտակցությունը եւ խորացնել համազգային կապերը։ Հարաճիգային պիտի ներկայացվի ճամբարի գրավոր նախագիծը, ներառյալ ուսումնամարզական ձեռնարկները, արշավները, գրթական հանդիպումները եւ այլ ծրագիրներ։ Անդրադարձ կատարվեցավ նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ամսագրի եւ լրատվական հարթակներու գործունեության, քննարկվեցան ոդքասթերու, կարճ տեսանյութերու եւ այլ հաղորդակցական միջոցներով իրականացվող աշխատանքները, ինչպես նաեւ արձանագրված արդյունքները, ցերբերումներն ու հետագա զարգացման ուղղությունները։ Շաբթվան բոլոր հանդիպումներն ու ժողովները ավարտեցան փոխադարձ շնորհակալական խոսքերով եւ ապակային միտված կառուցողական քննարկումներով։ Մասնագետները վերահաստատեցին իրենց հանձնարարությունը շարունակելու ծառայել ազգային նպատակներուն, ուժեղացնելու pedagogan կառույցները եւ համատեղ չանքերով գերդելու հայ ժողովրդի ավելի ապահով, հզոր եւ արժանապատիվ ապական։ Շնորհակալություն։